Հորդ էլ այդ վիճակին եմ հաստրել, որ իմ ուզած թղթերը ստորագրի։ Հիմա այդ օֆիսում ինչ կա ծախածա։ Ու ամենակարևորը գիտես որն է։ Որ այդ ամեն ինչի տակ հորդ ստորագրությունն է։ Դու քիզ մեռնելն էլա քիչ։ Դու պիտի դանդաղ մեռնես, դու պիտի տանջվելով մեռնես, Արմո։ Իմ համար լրիվ մեկ է հիմա ինչ կլինի իմ հետ։ Կարևորը ինչ որ ես ուզում էի արեցի։ Ինչ արել եմ, լավ եմ արել։ Մի բան էլ քիչ եմ արել ձեզ։ Գիտես ինչի եմ հիմա ասում, որովհետև ոչ մի ապացույց չունեք, բայց իմանալու եք այս ամեն ինչ ու տանջվեք։ Այստեղ սխալվում ես, Արմո։ Որովհետև այսքան պատմությունների ընթացքում ես վերջապես սովորեցի քո հետ քո լեզվով խոսել։ Ու քո զենքը քո դեմ օգտագործել։ Հենց նոր ես խոստովանություն ձայնագրեցի։ Ու դու պատժից չես խուսափելու։ Դու ոնց որ ուզում ես այդտեղից ողջ դուրս չգաս, հա, արա։ Նարը, լավ չես։ Չէ, լավ չեմ զգում ինձ։ Շատ վատ եմ։ Կտանես տուն։ Արի, գնացինք։ Հայք խնդրում եմ, էլ ինձ մենակ չթողես։ Արի։ Ոնց որ սովորություն ես, հա, սարքել թռնելը, Արմո։ Դու չգիտես, որ ես իմ մտքին ինչ դնում եմ, դրան անպայման հասնում եմ, արա։ Ու իմ մտքին է հենց հիմա քեզ հենց ստեղ սատկացնելն է։ Քո նպատակը իմ ամենակ այն պիտի լիներ, որ լակոտի դիակը հոր դիակի մոտ փռած լիներ։ Կամ էլ դրա սրտի մեջ դանակ պիտի խրերի, ոնց որ ինքը Կարոյի հետ արեց։ Վռամ ես ինչ ձեր հանդեպ արել եմ, ճիշտ եմ արել։ Այդ ամեն ինչի մեղավորը մենակ դուք եք։ Մենակ դուք։ Այդ Մարգարիթորն էդ ինչ է արել, որ հետ այդքան մոտիկություն ես անում։ Կփություն ես անում, հա։ Քո բժիշկը որ հիվանդանոցում է։ Իմ բժիշկը երկրում չի։ Դե ուրեմն գնում ենք մոտակա հիվանդանոց։ Հայք ես հիմա ուղղակի լարվել եմ, մկաններս ձգվել են, ինձ ուղղակի հանգստանալ է պետք։ Նարե, բա որ քեզ մի բան լինի, տենց չի լինի, չէ՞։ Ոնց որ թե արդեն լավ եմ։ Խաբում ես։ Չէ, լավ եմ արդեն։ Արի գնում ենք հիվանդանոց։ Չէ, ինձ տուն տարել է։ Նարե, ինչ տուն, ես վիճակում ինչ տուն։ Խնդրում եմ ինձ տուն տար։ Տանը ես ինձ ամենաապահովն եմ զգում։ Լավ, բայց պիտի խոստանաս, որ հենց հիմա զանգելու ես բժշկիդ։ Լավ, խոստանում եմ։
Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ կարողացա քեզ ինչ-որ բանով օգնել։ Շնորհակալ եմ, որ կազմակերպեցիր այս հանդիպումը, բայց ուզում եմ իմանաս, որ իմ ու քո հարաբերություններում սա ոչինչ չի փոխում։ Հակառակը ես ավելի մեծ ցավ եմ ապրում, երբ հասկանում եմ, թե ոնց կարող էր լինել աղբերը ու ոնց եղավ։ Ու այն, որ հիմա նման իրավիճակում եմ, դրանում քո մեղքի մեծ բաժինն ունես։ Իմ երեխեն կյանքում ամենաթանկն է ինձ համար։ Ու երբ ինչ-որ մեկը մի փոքր բանով էս հարցում ինձ օգնում է, ես երբեք չեմ մոռանում։ Բայց քո պարագայում մի քիչ ուրիշ է։ Քո տված ցավն այնքան խորն է, որ ես ամենամեծ ցանկության դեպքում էլ չեմ կարողանում հաշտվել ու համակերպվել դրա հետ։ Դու հիմա ինձ օգնում ես, բայց ես քեզ նայելուց իմ թշվառ օրերն եմ հիշում ու տառապանքս վերապրում։ Դու ես աշխարհում իմ միակ հարազատն էիր, իմ թև ու թիկունքն էիր։ Դրա համար չեմ կարողանում հաղթահարել այդ ցավը կամ մոռանալ, ինչ ես արել իմ հանդեպ։ Ինձ ցավեցնողները քիչ չեն եղել, բայց նրանք եղել են պատահական մարդիկ։ Դրա համար ներել եմ։ Պատահական հայտնվել են, խոցել, անցել, իսկ դու ամենաանդառնալի կորուստն է, երբ ամենահարազատ մարդ դառնում է ամենաօտարը։ Դու ինձ լավ ես ճանաչում, Արմո։ Ու ավելի լավ ես ճանաչում, քան իմ ընտանիքը։ Որովհետև ամենաշատը դու ես տեսել, թե ես ինչերի եմ ընդունակ։ Հիմա պիտի քեզ այստեղ սատկացնեի, Արմո։ Պիտի սպանեի քեզ։ Բայց չեմ անի։ Չեմ անի, որովհետև տանը ինձ սպասողներ ունեմ։ Ու այդ իմ համար ավելի կարևոր է, քան այս աշխարհում ցանկացած ուրիշ բան։ Մի քիչ ուշ հասկացա այդ ամեն ինչը, բայց կարևորը հասկացա։ Առաջ սենց չէի անի։ Բայց հիմա շատ բան է փոխվել, Արմո, շատ բան եմ հասկացել։ Ես հիմա տուն եմ գնում, ու մինչև տուն հասնելս ամեն ինչ անելու եմ, որ դու ես երկրից դուրս չգաս։ Ոչ քո անունով, ոչ էլ մեկ ուրիշի։ Իսկ դու մնա այստեղ ու մտածի, թե ոնց ես պատասխան տալու։ Պատիվը տեն ոտնահարել, հա։ Լավ բա, Կարոյի մահը ոնց կուլ տվեցիր։ Մարգարիտ հորը ամեն ինչ մարսեց։ Գոնե ես ու դու շատ լավ գիտենք ինչ ա եղել ու ոնց ա եղել, Արմո։ Արփի իմ մահն էլ, Կարոյի մահն էլ ծանրացած է իմ խղճին։ Բայց եթե ես քեզ այստեղ սատկացնեմ, մորթեմ, ընդհանրապես չես ծանրանա խղճիս։
Ում է զանգում։ Հայկ, ում է զանգում։ Սոնային։ Թող գա քեզ օգնի, որ վերև բարձանաս։ Պետք չի, ես մենակ էլ կկարողանամ։ Լալը դե հո մենակ ասելով չի։ Աչքերդ հազիվ ես բաց պահում։ Ու ընդհանրապես ես ինչի քեզ լսեցի ու չտալա հիվանդանոց։ Հայկ, ես քեզ խոստանում եմ, եթե պարկեմ ու զգամ, որ լավ չեմ հանգստանում, հիվանդանոց կգնամ։ Այս Սոնան ինչի չի պատասխանում։ Արի ես քեզ կօգնեմ, զանգում եմ, Սոնան չի պատասխանում։ Հայկ, ես լավ եմ, իմ համար այդքան մի անհանգստացի։ Հա, տեսնում եմ ինչքան լավ ես։ Այ, ուղղակի գլուխս է պտտվում։ Արի գնացինք։ Արի։ Էս Հայկը էս ինչքան է ինձ զանգել։ Ես ի՞նչ է կատարվում։ Նարե։ Պարզա։
Մի հատ կբացատրեք ինչա կատարվում։ Ինչ գործ ունես աղջկաս հետ։ Ու ինչա ենք այս վիճակում։ Նարե։ Մամա Հայկը ինձ է օգնել։ Ու մենակ ինձ չէ Վռամին էլ։ Հիմա չեմ պատրաստում բացատրություններ տալ։ Նարեն իրան լավ չի զգում ու լավ կլինի, որ համոզեք տանեք բժշկի։ Կասես ինչ ա եղել։ Վռամը ինչ կապ ունի։ Ուր ա ինքը։ Արմոյի հետ է։ Արմոյի։ Այդ երկար պատմությունը հետո կպատմեմ։ Ընտրում եմ էլ հարցել մի տուր էլի։ Դու տանն ես արդեն, ես ավելի հանգիստ կլինի։ Հայկ։ Բարովսան։ Բարև։ Ձայնդ լսեցի, ինձ թվաց սխալ եմ լսել։ Չէի սպասում, որ քեզ այստեղ կտեսնեմ։ Ես էլ չէի սպասում, որ մի օր կարող էի գամ ես տուն, բայց ստացվեց։ Այս Վռամի մեքենայի բանալիներն են, պահի գտաս իրան։ Մի րոպե, ոչ մի բան չեմ հասկանում, ես ինչ ա կատարվում։ Ինչի ա Վռամի բանալիները քո մոտ։ Կամ Նարեն ինչի է այս վիճակում, ոնց ա ստացվել, որ դուք ես տանն եք։ Վռամը ուր ա։ Ինչ ա եղել։ Հայկ կլինի խոսես։ Նարեին հարցեր չեմ կարա տամ, իրեն լավ չի զգում, բայց սենց գնա ես էլ ինձ վատ կզգամ։ Ինչ ա կատարվում, Վռամը լավ ա։ Հա, Սոնա լավ ա, հանգստացի։ Ուղղակի նենց ստացվեց, որ ես ու Վռամը Արմոյին գտանք ու Նարեն վատը զգաց, բերեցի Նարեին տուն, մի խոսքով հիմա Վռամը Արմոյի հետ է, բայց ամեն ինչ կարգին ա։ Ես գնում եմ։ Մի րոպե, դու ու Վռամը միասին եք Արմոյի մոտ գնացել։ Հա, տենց ստացվեց, Սոնա ասում եմ։ Նարեին ուշադիր կլինես։ Պապ, հա, ասում եմ քո ստորագրությունը պետք է, պիտի բանկ գնանք, առանց դրա չի լինի։ Հիմա պիտի մտածենք եղածը պահելու մասին, հետո նոր մնացածի։ Պապ, արի կլինի ինձ հարցեր մի տուր ու սպասի կգամ քո հետևից, լավ։ Ամեն ինչ նորմալ է, Սոն ջան, մի անհանգստացի։ Նարը Վռամը ասաց, որ ամեն ինչ կարգին է։ Դե ուրեմն օգնի սենյակ գնամ։
Նարե, բայց դու լավ չես։ Լավ եմ։ Նարե, տեսքիցը տերևում ա, որ լավ չես։ Մենք գնում ենք բժշկի, ուզես թե չէ։ Հա, Ասոն։ Հայկ, խնդրում եմ, հետ կգաս։ Հայկ, Նարեն լավ չի, խնդրում եմ, քեզ արի միասին տանենք բժշկի, լավ։ Վրամին չեմ զանգում, որովհետև հաստատ հեռու է ու առանց մեքենայի է։ Մեքենայի բանալիները իմ մոտ են։ Խնդրում եմ, Հայկ, հետ արի։ Դու ստեղ մնա, ես հեսա կգամ, լավ։ Ես չեմ էլ հասկացել, թե ոնց ա եղել, որ տենց բան եմ ստորագրել։ Դե դեղերի ազդեցության տակ է եղել, պապ։ Տենց էլ բան կլինի։ Մարդ բերի տուն, մարդ սարքի, հաց տա, տան անդամ դարձնի։ Ճիշտ են ասում էլի օձը տաքացնողին ա կծում։ Պապ, հիմա քեզ մեղադրելով ոչ մի բանի չես հասնելու, ոչ էլ հարց ես լուծելու։ Արի դու հիմա գնա տուն, ես վերջացնեմ կգամ, լավ։ Ոնց կարար տենց բան լինել վրամ, ոնց կարար։ Անգամ ժամանակ ա եղել, որ Արմոյին ավելի շատ են վստահել, քան քեզ։ Արի հիմա ոչ մեկիս էլ չմեղադրենք, պապ։ Ոչ Արմոյին մեղադրենք, ոչ էլ մեզ մեղադրենք։ Որովհետև ամեն մեկս մեր ճիշտն ունենք։ Ամեն մեկը իր պատկերացումներն ունի այդ արդարության հետ կապված։ Ես Արմոյին չեմ արդարացնում, բայց ինքն էլ իր մեջ պահած շատ բաներ ունի։ Դե ժամանակին որը նեղացրել ես, երկրից գնացել է։ Ճիշտ է, քո համար այդ կարող է աննշան բան եղած լինի, զգացած չլինես, բայց ջահել տղու համար այդ մեծ ցավ է։ Ես էլի եմ ասում, Արմոն աչքիս լույսը չի։ Ու ինքը շատ սխալ է արել։ Մեր տան հացը կերել է, հետո թունավորել է այդ հացը։ Բայց արի գոնե հիմա մի քիչ մենք էլ էլի մեր ներսը նայենք, պապ ջան։ Դու գնա տուն, ես վերջացնեմ կգամ, հա։ Ինչ լավ ա հասրիր, արի։ Նարե մետից նայի։ Ասում էի, չէ։ Հայկ, խնդրում եմ ինձ շուտ հիվանդանոց հասցրեք։ Կարող է շտապ օգնություն կանչենք։ Ես ավելի շուտ կհասցնեմ։ Մենք մեքենայի մոտ կսպասենք։ Չէ, մի գրկի։ Գնացինք, արի։ Սենց ինձ ավելի հարմար է։ Նարե ինչ է ասում։ Մի րոպե սպասի էլի։ Արի փորձենք գնանք, հա։
Այսօր եք գնում։ Հիմա որ մեկիցդ սկսեմ։ Տեղդ կանգնի չշարժվես։ Իհատ այդ զենքդ պահի, հարցեր ունես, հարցերը իմ հետ լուծի։ Ասում եմ տեղդ կանգնի։ Արմո, ես ինչ եմ ասում։ Ասում եմ այդ զենքդ պահի, Նարեն ոչ մի բանի հետ կապ չունի։ Չէ, ես որոշել եմ։ Դուք հավերժ միասին եք մնալու։ Ասում եմ ես կմնամ, Արմո։ Հանգստացի մի հատ։ Հարցեր ունես, հարցերը իմ հետ կլուծես, Նարեն հիմա գնում է։ Ասում եմ Նարեն մնում է։ Նարե գնա ստեղից։ Նարեն մնում է։ Ես կմնամ քո հետ։ Հանգստացի։ Ասում եմ հանգստացի։ Նարե, ասում եմ գնա ստեղից։ Չշարժվես։ Ինչ ես անում։ Ոչինչ անել հնարավոր չէր։ Մահացավ։ Արմո, ասում եմ հարցեր ունես, հարցերը իմ հետ լուծի, Նարեն հիմա պիտի գնա։ Նարեն մնում է։ Բա ինչ եղավ էս աղջիկը։ Դե որ վատ ազգում իրեն կարող է դանդաղ են գալիս։ Երևի գնամ օգնեմ։ Այս ինչ եք կանգնել ստեղ։ Նարեն լավ չի, հիվանդանոց ենք տանում։ Ոնց լավ չի։ Բայց ինչ ա եղել Նարեին։ Ուր է ինքը։ Սակո ես քեզ հիմա մի բան պիտի ասեմ, բայց չբարկանաս, լավ։ Այս պահին մեր տանը Հայկն է։ Ես չգիտեմ ինչի ու ոնց, Վրամն էլ գիտի դրա մասին, ինչ որ Արմոյի հետ խնդիր ա եղել։ Գիտեմ։ Գիտես։ Հա գիտեմ։ Հիմա Հայկը Նարեի հետ է։ Հա, օգնում ա որ տանենք հիվանդանոց։ Սակո
Բայց խնդրում եմ վեճ չսարքես, հա։ Անիկ, ինչքան էլ ես չուզեմ Հայկին տեսնել կամ Հայկը ինձ, բայց որոշ դեպքերում Հայկը իրավացի է։ Ինչքան էլ վեճ չսարքեմ, միևնույնն է պիտի սովորենք իրար ներկայությամբ։ Ասում Նարեն պիտի գնա։ Ասում եմ Նարեն մնում է։ Ու տեղդ կանգնի, ուր ես գնում։ Բժիշկ աղջիկս ոնց է, կասեք։ Նարեի տեղափոխել են այլ բաժանակ, փորձում են պահպանել հեղիությունը։ Դեռ այսքանը, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, կներեք։ Նարից նորություն կա, ասեք ինչ որ բան կա, իմանամ, հա։ Նարեի վիրահատարան տարան։ Ինչի համար։ Բժիշկը դուրս կգա կխոսենք։ Չէ, ես հարցնում եմ ինչի համար տարան վիրահատարան։ Հնարավոր չեղավ հղիությունը պահպանել։ Մի քանի ժամից կկարողանաք տեսնել։ Իրեն արդեն ասել են ու հոգեպես վատ վիճակում է։ Լավ կլինի, որ հետո կողքին մարդ լինի։ Չի կարելի է սխալը։ Ես չգիտեմ սխալ է, թե չէ։ Խնդրում եմ, Հայկ, խնդրում եմ։ Ես քեզ սիրում եմ, Նարը։ Շատ եմ սիրում ու չգիտեմ ինչ անեմ սրա հետ։
մի բան չասես։ Չեմ ասի։ Գնա խնդրում եմ։ Ուզում եմ մենակ մնամ։ Կգնամ, բայց հեռու չեմ լինելու։ Որ ինչ-որ բան պետք լինի զանգի։ Ռամի հետ որ եկակ իմ հետը, բայց մի տեսակ ուրիշ էր գիտես։ Ոնց որ մեր գյուղի Հայկը լինեիր։ Այն նույն Հայկը։ Իմ Հայկը։ Մի տեսակ խղճացիր ինձ։ Հայացքիդ մեջ կարեկցանք տեսա։ Հայկ… Վախացել եմ բժիշկներին հարցնեմ։ Պապան